Պարոն Ղազենյան, ես իմ անցած ելույթներից մեկում անդրադարձա Հեցի հետ փոխկապակցված ընկերություններին, դուք էլ հիշում եմ տեղից շատ ուրախ արձագանքեցիք, ասացիք շատ լավ է այդ թեման բացեցի, դեսա կպատմենք ոնց է եղել, բայց դեռ չեք պատմել ոնց է եղել, ես նորից տամ այդ հարցը, շարունակելով պարոն Ալեքսանյանի դիտարկումը, օրինակ հաշվիչների վերաբերյալ, ասում եմ փոխկապակցված ընկերությունից հաշվիչ են ձեռք բերել, ասում եք, բայց շատ որակով հաշվիչները, միգուցե բայց արդյոք հանրապետության միակ որակով հաշվիչներն են եղել։ Եվ նույնիսկ եթե հանրապետության միակ որակով հաշվիչներն են եղել, Հեցի ժամանակավոր կառավարիչը օրեր առաջ հայտնեց, որ նույն այդ հաշվիչները, թվով 25000 հատ, Հեցը օրերս ձեռք է բերել նույն այդ փոխկապակցված ընկերությունից, այսինքն Տաշի գրուպի պատկանող ընկերությունից 500 միլիոն դրամով ավելի էժան, այսինքն 1,350,000 դոլարով ավելի էժան այդ նույն որակով հաշվիչները։ Ոնց է ստացվում, որ ձեր ժամանակ նույն հաշվիչը արժենում էր 1,350,000 դոլարով ավելի թանկ։ Սա հաշվիչների վերաբերյալ։ Կաբելները, ուրիշ որակով կաբել արտադրող չկար այս երկրում, դնեիք մրցույթի, կարող է նույն որակինը ավելի էժան լիներ, նույն որակինը նույն գնով լիներ, ավելի որակովը ավելի թանկ, չգիտեմ, շինարարական կազմակերպությունները, T-Construct-ից, Կասկադից, Ինտեկոից բացի ուրիշ շինարարական կազմակերպություն կա, որ շահել է մի որևէ մեծ տենդեր Հեցում ձեր աշխատած տարիների, նախագծային ընկերությունները, Վոլիոսից բացի, չկար մի նախագծային ընկերություն, ասում եք աշխատատեղ բացենք, աշխատատեղ կլինեն, չէ նախագծային ընկերություններ, որոնք ունեն աշխատողներ, կարող էին շահել, իրենց աշխատողները կստանային այդտեղից շահույթ, եւ դա կլիներ աշխատատեղեր բացելու նպաստել։ Մենակ Վոլիոսը պետք է շահեր։ Յուրեղավանի Ժեբեկան, հենասյուների պատմություն, այդ էլ առանձին պատմություն է, մի առանձին թեմայով կխոսենք, այսինքն որակ, բայց լավ ուրիշ որևէ ներկրող կամ արտադրող այս երկրում իրավունք չուներ մատակարարում իրականացնել Հեցին։ Ավարտեք, պարոն Շնորհակալություն։ Արձագանք։ Ես հասկանում եմ, որ սա քաղաքական մարմին է եւ այստեղ հարցերը տրվում են ըստ քաղաքական նպատակահարմարության եւ քիմքի, բայց եկեք, դուք եք չէ իրավաբան ոնց որ պարոն Եղան, հա, շատ ուրախ եմ։ Շատ ապրեք, առանձին կզրուցենք Բուրգաձև դպրոցի վերաբերյալ։ Դե փաստը ձեր համար է, պարոն Արությունյան։ Ամենայն դեպս չափածություն։ Մի խոսեք տեղից։ Դե չի կարելի այդ, ես չեմ։ Հիմա պարոն Եղոյան, նայեք, իրավաբանության մեջ կա այսպիսի բան։ Իմ համար գիտեք ոնց է դժվար տրանսֆորմացվելը իրավաբանի ինչ որ մի հատ հասարակ հայ տղու եւ քաղաքական գործչի մեջ, որովհետեւ ես միշտ սիրել եմ ինչ ասել, ունենալ այն sense դոկումենտով այսպես ասած, խնդրում եմ ռուսերեն բառը չթիրախավորել, տենց ստացվեց ուղղակի։ Եվ կարողանալ ապացուցել, օրինակ ես ձեր տեղը եթե լինեի, կներեք, որ այսպես եմ ասում, ես կբերեի փորձաքննության արդյունքներ, որտեղ այս, չգիտեմ, կաբելները, որ առել են, իրանք փորձաքննությունով մեկին մեկ նույնն են կամ մի բան էլ լավն են։ Ես կբերեի փորձաքննության արդյունքներով, արդյոք մեր ժամանակվա Հեցը չի տվել որոշակի նախագծերի քանակ փոքր այլ ֆիրմաների եւ ինչ որակով են այդ ֆիրմաները տվել նախագծերը։ Ինչի, մի րոպե, Վոլյուսը չի սարքվել 15 թվականից։ Միջև Վոլյուսի ի հայտ գալը այլ նախագծային ընկերություններ են դա արել, բայց Վոլյուսի անհրաժեշտությունը կայացել է նրանում, հաշվի առնելով նախագծերի քանակը, այդ նույն շատ այսպես ասած նախագծողներ համաձայնվել են մեկ ընդհանուր համակարգի մեջ աշխատելու միջոցով ստանալ որակ։ Հիմա ես ինչ ասում եմ, դուք կարող եք հակադարձել, բայց խնդրում եմ նշեք, որ քաղաքական հակադարձում եք անում, որովհետև ես ինչ ասում եմ, կարող եմ փաստավորել եւ փաստաթղթավորել, դուք իմ կարծիքով այս պահին ոչ։ Հաջորդը հաշվիչների 500 միլիոնը։ Ուրեմն այս տենդերի մասնակցության տրամաբանությունը կայացել է հետեւյալում։ Եղել է Տաշիր գրուպի որոշումը, հասկանալի է նաև որ հաշվի առնելով, որ մենք չենք համակերպվելու Հեցի խլված լինելը եւ 700,000 հաշվիչ նույն պիրամիդա համակարգում նույն համակարգով եղել է, այս տենդերը անկախ
իր արժեքից միևնույն է ձեռք էր բերելու Տաշիր ընկերությունը մի պարզ պատճառով, իմիջիայլոց ձեզ ասեմ մինուս, եթե առանձին առևտրային դեմպինգա դատի տվեք, ինչ ասեմ։ Ես ձեզ տրամաբանությունն եմ բացատրում, առևտրային գաղտնիք չբացահայտելու համար ձեզ առանձին մինուսը կասեմ։ Պարոն Եղոյան, այ հիմա արձագանքեք։ Պարոն Ղազինյան, ախր դեպքերը այնքան շատ են, մեկը բացատրեցիք, քիչ թե շատ Շատ փորձեցիք բացատրել, թե Ղազինյան, դուք էլ մի ընդհատեք։ հաճույքով միավորվել են Վոլյուսի մեջ, ասել են մեզ պետք չի առանձին գործ, մենք բոլորով կլինենք ձեզ հետ փոխկապակցված մարդու ղեկավարման տակ կանենք նախագիծ, քիչ էր մնում ասեիք արմիություն են ստեղծել Հայաստանի բոլոր նախագծողները մեծ ուրախությամբ եւ մտել են մեր կառավարման տակ, լավ, այդ մեկը դրեցինք են կողմ։ Հաշվիչները ասցիք ինչքան հասկացա ինքնարժեքից էլ էժանով, թե ձեզ ոչ ձեռնտու եք ձեռք բերել, սկզբունքից ելնելով, որ հանկարծ ուրիշը չմտնի։ Չէ, պիրամիդ։ Հա, ես այդպես հասկացա։ Լավ, այդ էլ մի կողմ դնենք։ Լավ, շինարարականը։ Ասենք այնը հո շինարարությունն է, T-construct, Cascade, Inteco, վերջ։ Ուրիշ շինարարներ չկա, մի բան էլ իրանց, տայեք իրանք էլ փող աշխատեին, էլի լավ որակով շինարարներ կան, չէ՞, դա հաշվիչ չի, որ ասեք ամբողջ աշխարհում Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան ամենալավ հաշվիչը մերն է։ Ուրիշ ոչ մեկ չի կարող այս երկրում հաշվիչ դնի, բացի Տաշիրից։ Շինարարությունը ինչի՞ չեք տվել։ Ճիշտ ասած, մի հատ թեմա կա, ֆրակցիան արգելում ասեմ, բայց ամեն դեպքում, չգիտեմ, ժամանակն էլ չկա երկար մտածեմ։ Հիմա տեսեք, այս դարավ բանի Պեկին գաղտնի սենյակի պատմությունը, չէ՞, որ ասում են մի հատ սենյակ կար, մտնում է իր հաշիվ ապրանքագիրը Ֆարմանյանի հետ կապված։ Կամերայով էր, ըհը։ Հիմա շատ լավ է, որ դե կամերայով է, չնայած որ ասպա մի հատ անեկդոտ կա, եթե հասցնեմ հետո կպատմեմ իհարկե։ Ասպա դուք հետաքրքիր բան եք ասում շատ։ Ես ուզում եմ, որպեսզի լինի մի անուն ազգանուն, որը գա, ասի ինձ ու ձեզ առանձին։ Կարծում եմ քաղաքական տարաձայնություններից անկախ դուրս է, եթե ոչ, այստեղ սրճարանում կարող ենք նստել։ Այդ անձնավորության անցագիրը չաստեք, գա ինձ ու ձեզ, ասի էս ինչան, էս ինչը, բայց չկա մի հատ տեսուչի կամ մի հատ պահակի անուն տա, էլի, էս ինչան, էս ինչը, որը ուներ լիազորություն, արգելել է ինձ մասնակցել տենդերի կամ մնացածի։ Եվ երկրորդը, չցանկանալով ֆրակցիայի կողմից արգելված հարցին, խնդրում եմ հիմա մի հատ ցուցակ վերցրեք, ճշտեք, вообще ովքեր են մասնակցում շինարարություններին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։